Պարոն Ստեփանյան, իշխանությունները ասում են, որ դուք օր ու գիշեր իրենց մեղադրում եք կոռուպցիայի մեջ, ամեն պատեհ ու անպատեհ առիթով, բայց դուք ինքներդ ընտրություններին մասնակցում եք այն անձանց, ցուցակով գլխավորած ձեր թիմը Մայր Հայաստանի նկատի ունեն Ռոբերտ Քոչարյան եւ Գագիկ Ծառուկյան, ովքեր այս տարիների ընթացքում արդեն երկար տարիներ հանրության այսպես ուշադրության կենտրոնում եղել են կոռուպցիոն սկանդալների, այսպես կենտրոնում է եղել նման քննարկումների, ինչպես կարծականք եք սրան։ Նախ ուզում եմ այս դահլիճում նստած բոզով փոչով կոռուպցիոն կենտրոնի աճացնող ու բազմացնող մարդկանց հիշեցնել, որ ամենաուժեղ կոռուպցիոները, ամենաուժեղ թալանչը, ամենաուժեղ մարդկանց երևանցիների կյանքը դեպի բացասական առումով դժոխքի վերացածները մոռացել են, որ 23 թվականից ոչ երևանցիների մեծամասնության քվե ստացած, 9% ձայն ստացած պետք է միշտ հիշեցնել։ Քաղաքական ուժը եկավ երևանցիներին խաբելով, ստելով, կեղծիք, մանիպուլացնելով, որ իրենց կյանքը դեպի լավն է տանելու։ Հանկացումների հիրճ շքեր, գույքահարկից մինչև աղբահանություն, տրանսպորտ, ամեն ոլորտում հանկացումներ ու Երևան քաղաքի կառավարումը տապալումները հիմա այստեղից հոխորտում է ներառային ցնցումների մեջ են Ավինյանը մեկի շատա չէ սուրում ներառային ցնցումների մեջ է գիտի երևանցի ոնց է պատժել հունիսի 7-ին մեզ մեղադրում են մի բանում որ մենք կապ չունենք դրա մեջ մեղադրում են Մայր Հայաստան խմբակցությանը որ իրենք ինչ-որ կոռուպցիոն սխեմաների մեջ են։ Իրենք ասում են դուք համագործակցում եք այն մարդկանց ցուցակով եք մասնակցում։ Մայր Հայաստան խմբակցությունը։ Ովքեր մշտապես կոռուպցիոն սկանդալների կենտրոնում են եղել։ Մայր Հայաստան խմբակցությունը, Մայր Հայաստան կուսակցությունը, Առաջարկ Հայաստանի ծրագրով միացել է Ծառուկյանի Բարգավաճ Հայաստան կուսակցությունը եւ մասնակցում համապետական ընտրություններին։ Նորից կրկնում եմ, ովքեր որ Մայր Հայաստանն են ներկայացնում խմբակցությունը կուսակցություն, նրանք մասնակցում են միայն Առաջարկ Հայաստանի ծրագրով Ծառուկյանի գլխավորած Բարգավաճ Հայաստան։ Պարոն Ստեփանյան, այստեղ մի նաև օրինակ հնչեց, Գալջյաններ, եթե չեմ սխալվում, ինչ էր ասում են մեզ մեղադրում եք թանկացումների համար, բայց ինքներդ Երևան Աբովյան տրանսպորտի գների մասն է խոսքը 300 դրամ։ Նա ուզում եմ հիշեցնել, որ միշտ այդ չէր հիշում նույն Գալջյանը, որ անվճար է տրանսպորտը։ Նա հիշեցրեք իրանց։ Իսկ դուք տեսել եք, որ Աբովյան քաղաքի բնակիչներից մեկը կամ ոմանք բողոքին գնի հետ կապված։ Դե հա, բայց բողոքներ իսկապես եղել են պարբերաբար ակցիաներ։ Ուզում եմ իմանալ այս հարցը քննարկել եք կամ քննարկելու եք Ծառուկյանի հետ։ Իրենք մեզ մեղադրում են, որ ոնց ասեցին են իրենց դուխ ասում պատասխանատվություն եք վերջը այդ գներին։ Դուխ չունեք, չէ՞ քննարկեք։ Այո, մենք իրենց դուխից չունենք, իրենց դուխից պետք է չունենանք։ Մարդիկ մեր մոտ ամեն ինչ շատ նորմալ է, ամեն հարցի շուրջ կարող է լինել բանակցություններ եւ բանակցությունները Հիմա կոնկրետ այս հարցի բար։ Այս հարցի շուրջ բանակցություններ կա, ամեն հարցի շուրջ էլ մենք խոսակցում ենք։ Եվ ինչպեսի լուծում եք պատկերացնում, կես ժամանակինը Երևանը։ Նորից ասում եմ, Երևան քաղաքի տրանսպորտի հետ կապված Ես չեմ տիրապետում Աբովյան քաղաքի տրանսպորտի հետ կապված ինչ խնդիրներ կա։ Երևան քաղաքի տրանսպորտը թանկացրել է քաղաքացիական պայմանագիրը, հանրապետություն կցող կուսակցությունը եւ ոչ մի բարելավում չի եղել։ Իսկ ինչ վերաբերում թալանին, այստեղ նստած են թալանչիներ, կոռուպցիոներներ, Ալան Թալանով զբաղվող հիմնադիր անդամներ։ Այդ պոզով կոչող կենտրոնին էլ այստեղ վխտում է։ 23 թվականից հետո տարբեր տեսակի ձերբակալությունները իրենց գլխավորությամբ։ Պարոն Ստեփանյան, մի հարց էլ, գրեթե բոլոր ուժերը արդեն այս քարոզարշավը արդեն մեկնարկում է, հա։ Բոլոր ուժերը ծրագիր ներկայացրել են, կուսակցությունները իրենց տեխնատուի ներկայացրել են, միայն ձեր ուժն է, որ մինչև այսօր ինչ շատ է քննարկվում, ասում են ինչ խնդիր կա, կուսակցության ներսում չեք կարողանում համաձայնության գալ, որ ասում եք 3-4 տեխնատու եք, բայց անուն չեք ասում, ինչու։ Խնդիր չկա։ Բայց ինչու չեք հայտարարում։ Ծրագիրը Առաջարկ Հայաստանի ծրագիրը ներկայացված է։ Բավականից շփվել ենք քաղաքացիների հետ, էլ ավելի կոնկրետ, հողի վրա ամենօրյա շփումով իրենց ուզող հարցերը տալու, իսկ ինչ վերաբերում է վարչապետի տեխնացուին, լսել եք չի ասում են, վարչապետի տեխնացու կհայտարարի բոլորը։ Բայց արդեն քարոզարշավը սկսվում է, բայց մարդիկ պետք է իմանան, չէ՞, գնալու են ու օգտին քվեարկեն։ Մարդիկ լավ տեսնում են Բարգավաճ Հայաստան կուսակցությունը, Մայր Հայաստան կուսակցությունը, մեր ցուցակում տարբեր
մարդիկ կան, որոնց օգտին կարող են քվեարկել։ Իսկ կուսակցությունը առաջնորդվում է պարոն Ծառուկյանը։ Բայց ասում են ինքը ես թեկնածուն չեմ։ Վարչապետի Կարող է մտափոխվի թեկնածու։ վարչապետի թեկնածուի անունը կհայտարարվի կլսի։ Երբ Ժամանակին իր ժամանակը երբ է։ ժամանակ տեղի